Երբ իտալացի հոգևորական Ռենցո Ձոկան Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Ռենո 4 ավտոմեքենա նվիրեց, Պապը երախտագիտությամբ ընդունեց մոտ քառորդ դար ապրած մեքենան։ Ֆրանցիսկոսն ինքը նստեց ղեկին եւ մեկնեց հանդիպման։ Հայտնի է, որ Հռոմի Պապն այդ մակնիշի մեքենան վարել է նաեւ Արգենտինայում։ Հայաստան այցի ժամանակ Զվարթնոց օդակայանում Պապին սպասողներն անակնկալի եկան, երբ Հռոմի սրբազան քահանայապետին տեսան Ռենոյով։ Սոցցանցերում անմիջապես հայտնվեցին մեքենայի մակնիշի ու գնի մասին տեղեկություններ եւ լուսանկարներ։ Պապը շրջում է ընդամենը $12,000 արժողությամբ Ռենոյով, ընդ որում հիմնականում միշտ իջեցված ապակիներով եւ բաց շփման համար։ Բացի Ռենոյից Հռոմի Պապն իր հետ Հայաստան էր բերել նաև հայտնի Պապամոբիլը։ Բաց մեքենայով նա շրջեց Գյումրիի Վարդանանց հրապարակում, ձեռքով ողջունեց հավաքվածներին։ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին թանկարժեք կամ զրահապատ մեքենաներից Պապի հրաժարվելը բացատրել է մյուսների նման լինելու ցանկությամբ։ Ֆրանցիսկոս Պապն ուզում է ապրել ինչպես միջին կարողության տեր մարդը, ոչ աղքատ, բայց ոչ էլ հարուստ կենցաղով։ Նա համարում է, որ շատերի համար մեքենան ուժի, հզորության, իշխանության եւ փողի խորհրդանիշ է։ Նա փորձում է մեզ այլուղերձ հղել։ Այդ պատճառով էլ ընտրում է պարզ եւ փոքր տրանսպորտային միջոցներ։ Հաճախ մամուլը փնտրում է որն է ամենակարևոր մեքենան, բայց եթե Պապին ես փնտրում, պետք է փնտրես ամենից աննշան եւ փոքրիկ մեքենան։ Ֆրանցիսկոս Պապն իր բոլոր արտասահմանյան ուղևորությունների ընթացքում մշտապես ընտրում է էկոնոմ դասի մեքենաներ։ Սև փոքրիկ Ֆիատը քննարկման առարկա դարձավ, երբ Պապը անցած տարի այցելեց Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան մամուլն անմիջապես արձագանքեց։ Պապը թանկարժեք լիմուզինի փոխարեն նախընտրել է համեստ Ֆիատը, բայց դա նաև յուրօրինակ գովազդ դարձավ եւ Ֆիատի փնտրողների թիվն այդ օրերին տասնապատկվեց։ Ֆրանցիսկոս Պապը հայտնի էր համեստ կենցաղով, գահակալությունը ստանձնելուց անմիջապես հետո հրաժարվել է շքեղ նստավայրից։ Գահը փոխարինել է սովորական բազկաթոռով եւ առաջին իսկ պապական այցի ժամանակ երթևեկել է ոչ թե զրահապատ Պապամոբիլով, այլ ամենասովորական բաց ավտոմեքենայով։ Ֆրանցիսկոս Պապն ապրում է Վատիկանի Domus Sancte Marthe հյուրատանը եւ ոչ թե առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Նա նախընտրում է եկեղեցական համեստ հագուստներ, հրաժարվել է պապական ավանդական մոցետայից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե ձկնորսի մատանու փոխարեն նախընտրել է ոսկեջրած արծաթե մատանին եւ պահպանել է նույն լանջախաչը, որը կրել է որպես կարդինալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։